Ես կարծում եմ, որ Արաման Հայաստանյան ներհայաստանյան իրավիճակին այդքան էլ ծանոթ չի կամ տեղեկատվությունը նրան սխալ է փոխանցվում, բայց ես հորդորում եմ Արամային հորդորել Կտրիչ Ներսյանին չպարակտել եկեղեցին։ Ինչպես նա անում է իր գործողություններով, որը տեսել ենք, քահանակա դուր չի գալիս, կարգալույծ է արվում, arczepiskopos կա դուր չի գալիս, դառնում է դավաճան, դառնում է թուրք, դառնում է այս, դառնում է այդ քաղաքական կրիտերիաներով է զբաղվում Կտրիչ Ներսյանը, ես կարծում եմ, որ հորդորում եմ Կտրիչ Ներսյանին բացել կուսակցություն, զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ գործիքակազմ չունինը։ Չեք վախենում կհաղթի կհաջողի։ Եթե հաղթեր հաջողեր, օդանավակայանում նրան դիմավորող ժողովուրդ կլներ, հասկանում եք, կաթողիկոսը, երբ որ ասում ենք մենք ամբողջ հայ ազգի կաթողիկոսն է, ոչ թե Հայաստանում ապրող քաղաքացիների, պետք է ունենա այդ ժողովրդի աջակցությունը, պետք է սիրեն, հարգեն, լսել լինի նրա խոսքը, բոլորը սպասեն անհամբեր, որ նա մի հայրական խոսք կասի, մի հորդոր կտա հոգևոր, մենք այսքան ժամանակ մենակ չարախոսություն ենք լսել այդ մարդուց կամ նրա սատելիտներից, մենակ բացասական եւ նզովական խոսքեր ենք լսել,